Կատարեք ճիշտ ընտրություն եւ ձեր լավագույն հանգստի կազմակերպումը վստահեք մասնագետներին։ Հարմարավետ եւ անհոգ հանգիստ Հայաստանում եւ արտերկրում ամենահարմար գնային պայմաններով։ Ձեր երազած հանգիստը սկսվում է ճիշտ տուրիստական ընկերությունում։ Վանատուր, քո ընտրությունը։ Grill Express KTM ավանդական խորոված եւ ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաեւ on-line։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ եւ պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաեւ պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կրակենք։ Զորիկյան իմացել է ձեր սրճարանի բացման մասին ու այդքան էլ դուրը չի եկել։ Վրամզեզյան, եթե իրան մի բերան ասի, ինքը քեզ էլ չի անհանգստացնի։ Իհարկե, ընկերությունը դա վեր գաղափար է։ Բայց Զորիկյան մենակ մի դեպքում կհամաձայնվի։ Եթե մխոտ աշխատացնի սրճարանը, Զորիկը իր խաթրին չի կարող կպնի։ Արևշատյանը որտեղ է քնած։ Դու այ անվնաս։ Տեղից է շարժվի, արա։ Այդ տղա վրեժ։ Ջան։ Այսօր ես ու Ժանան գնում ենք մատ տեղ կանք, որ բանալի կզանգես։ Ինչի՞ դες մի տեսակ եղար որ։ Բայց ուր եք գնում որ։ Այդ մի բան էլ մի իմացի։ Ուզում ես շուտ ծերանա Ժանի ջան, հա։ Բա որ Սոֆան Սարտնի տենալ կողքը չես, ինչ ասա։ Ոչի բանը մի ասա, պրոստը զանգի ինձ։ Խմելու բան բերեմ։ Վարուժը ուր է գնացել։ Ինչ Վարուժ։ Լավ պատասխաներ։ Կյանքս ինչ որ բան է եղել։ Հեսա պարզ կլինի։ Ու սրանից հետո չհամարձակվես ասես, որ անկեղծ ես հետս։ Ո՞վ։ Ժանի, քեզ ինչի ես դնում չհասկացողի տեղ։ Կյանքս լավ էլի։ Զանգի Վարուժին։ Դու քո հեռախոսով զանգի էլի։ Քո հեռախոսով եմ ուզում։ Բարձրախոսի վրա կդնես ու կհարցնես որտեղ եք։ Հոգնակիով։ Զանգի։ Ինչի ես ինձ գցում կրակը։ Տենց անգի չէ։ Ես ախր գիտեի, որ քեզ վստահել չի կարելի։ Կյանքս ես չասեցի, որ իրար հետ չկռվեք։ Դե հիմա տես կռվելը ոնց է լինում։ Ոյ Աստված։ Մենակ պապայի չասես էլի Սով։ Սով։
Ալա։ Թող ասում եմ։ Վայ։ Դու գիտես քեզ սրա համար ինչ կանեմ։ Գնալ ես էլի Սովջան, ուրիշ դե հնարավոր չէր։ Թող դուրս գամ, թե չէ գոռալու եմ։ Կարո։ Դե դու գիտես։ Sus էլի Սովջան, խնդրում եմ։ Սոֆա, հետ ինչ եք անում արա, վարուշ, ձենանա գլարա, վարուշ, քեզ սպասամ իմ սենյակում։ Դիմացի Սովջան։ Հանկարծ ուրիշ բան չմտածել Սովջան։ Ես քեզ ասեցի իրար լավ ձևերով հասկանալ։ Իսկ դու ես ինչ անեմ, որ դու չմտածիր, ինչ անեմ ասա։ Դիմացի Սովջան։ Դիմացի։ Դիմացի։ Պարսանանք վերևում շտարով, այդեղ կանչենք ներքև։ Վերևում ավելի լավ կլինի։ Դե բաժակ բան պատրաստի, հեսա գա։ Լավ, հեսա Ժանին կասեմ։ Ժան! Ժան! Ապա դիդեքա չամպանի բաժակ է շուտ բերում։ 4 Ինչի համար։ Սոֆայի ծրուտեք շտորավորում, բայ։ Վայ աման։ Ուր արա։ Մի րոպե էլի զորիկ ձա։ Ինչ արա։ Բարուշ ուզում է Սոֆային սուրպրիզ անի։ Դրա համար լավ կլինի հիմա չմտնեք էլի։ Դժվար արա, դու պետք է ասես ես թե ինչ անեմ։ Էս ահա Վարուշի սարքած սուրպրիզը։ Դու տես ես դրան ինչ արամ։ Վարուշ! 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 Այ, ճիշտ ես անում։ Ոնց հասնում է։ Քանի այդ մոմշարը։ 30 Ինչի 30։ 30 տարեկան չի դառնում։ Լավ չէ Ժանը։ Լավ, կատակ եմ անում, ինչքան ուզում ես այնքան շարի, որ միանգամից փչի։ Դու աղջիկաս հետ ոնց բարվար արա, հա? Ես քեզ չաստան կգաս իմ սենյակ։ Էդ ինչ սուրպրիզներ ես անում, այ պարազիտ, հա? Կարող աղջիկաս չոլիտ գտար։ Բայց ես Դու ինչ արա, դու вообще ով ես, այ թթված մոժոժ, այ ուրոց։ Բայց ինչի ամարի։ Ձենը չբարձրացես կտամ կմտնես պատի մեջ արա։ Դու մի ասա Վարուշն ու Ժանով գնացել էին խմորեղեն առնելու,
Դե քո ծնունդը շնորհավորելու համար էլի։ Մենա երկևում պատրաստվում են, որ գան։ Լսի, դու քեզ թվում է, որ դու անպատիժ ես մնալու։ Հա? Չթվում է համարձակություն ունես։ Ինձ գրկում ես, բերանս փակում ես ու դաշը նեզուս չի ֆռնում, որ ասեմ, բայց պարկում ես վրես։ Չպարկեցի, ընկա։ Դրանք տարբեր բաներ։ Լսի, այդ ինչ կապ ունի։ Ամացելի ցավը տան է։ Ես ախելքություն եմ արել։ Վարուժի կաշին փրկելու համար եմ արել։ Ախր ես ինչ տես բան արեցի։ Խնդրում եմ, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա, ինձ գործից անի։ Չգիտեմ, մի բան արա, բայց խնդրում եմ, Վարուժը սրա մասին թող չիմանա։ Երեսդ չեմ ուզում տեսնեմ։ Ես ինչ արել եմ, մաքուր սրտով եմ արել։ Ես էլ ես տանը չեմ ապրի։ Չայն ամիս ապրաս։ Ու էլ չասես արի եղավ։ Ես ինչ երեսիդ վիճակն արա, հələ գնա մաքրա եկար մոտս։ Այս ինչ է կատարվում ստեղ։ Գուզար տորթ ուտար, նորմալ չկերա, մենա կսվա վերեսին։ Ժանա, հերալ վերև։ Վարուժ, ես ինչ է։ Ինչա։ Պապա ինչ կնամ գնա։ Ես այս գիշերվա ժամին գնամ կովար տորտ առնեմ, որ բերեմ ծնունդը չտորաբար մի կսայց անի, հա։ Ինքը սխալ է քեզ հասկացել։ Դու թողես որ խոսամ, մտա ու արցիկվա վրես։ Դե որովհետև ինքը մտածել է թե ավելի ճիշտ որ ինքը եկավ մեր ննջասենյակ ու ինձ կապված տեսավ, տենց դրա համար չայնացավ։ Ոնց կապված տեսավ։ Դե տենց էլի։ Դու էիր կապել։ Բայց ինչի ամեն ինչ իմ գլխին ջարդվում։ Այսօր դեմքիդ է ջարդվել։ Թոմատ գնամ լվացվեմ էլի։ Լվացվելու կարիք չկա։ Ասել է խանութ։ Ժաննային տանելը հեչ պարտադիր չի։ Դե կյանք ինքը ասես լավ տորթի տեղ գիտեմ դրա համար հետս տարա։ Այս տորտն ասենց համով թե դու։ Վարժի որ ես։ Պրամուտ ես, պապ։ Տորտ չունենք, զատու մոժոժ ունանք։ Տորտի համը ես ու Վարուժը տեսանք, Մի քիչ էլի ես։ Դե հիմա անես պատահավ, որ պտա շնորհավորենք։ Սոփա ջան, ծնունդը շնորհավոր։ Մարդ չգիտա քեզ ինչ ցանկանա։ Ամեն ինչ ունես էլի։ Կարոջի, առողջ եղար ու աչ ու ձախ թքելով ման եկար։ Մերսի, պապ ջան։ Շնորհավոր Սոֆ ջան։ Շնորհավոր կյանք։ Ոյ, Շնորհավոր Սոֆ ջան։ Բայց մենք ինչի իրար այդքան չենք սիրում։ Ախր շատ չենք սիրում, է։ Այդքան չսիրել չի լմ, ինչքան մենք չենք սիրում։ Յանի ճգնաժամը մեզ հերիք չէր։ Աղքատությունը հերիք չէր։ Կարկուտը հերիք չէր։ Հերիք էր, չէ։ Բայց չսիրելն էլ միանից էլի։ Ոնց որ շատացնում ենք մեր հոգսը մեր վրա։ Բայց ով ասեց որ չենք սիրում մխա։ Հինա ինտերնետը բաց կտենաս ինչի չենք սիրում։
Հանկարծ մեկը սայթակի ընգնի չէ, կամ մեկը մի քիչ թուլան, հա, վերով կանցնեն։ Ու գիտես ինչ անցնել կանցնեն, գիտես ոնց կանցնեն։ Ոնց որ հոլիվուդյան աստղերը կարմիր գորգի վրով են անցնում, այդ ինձ խրոխտ, այդ ինձ ինքնավստահ, այդ ինձ կրնկակող։ Մխո, բայց հիմա դրա ժամանակը չի։ Արա սիրտս չմեղվում ախր է։ Ախր մենք մեզ որ չսիրենք, ով պիտի սիրի կարաս ասես։ Եվրոպայի ոտերին, հա։ Համաձայն եմ։ Ու այդ ինձ իրար չսիրելով էլ մեր ապագան ենք կառուցում։ Լավ ասի։ Խո ոնց չեմ սիրում, որ գիշերվա կես փիլիսոփայում ես։ Բա ինչ անեմ։ Ոչ մի բան։ Կարող է ինչ-որ բան կա, ինչ չես ուզում ասես։ Չէ, Մխո ջան, բան չկա։ Ադի ասում խոսում ենք էլի մեր համար ինչ այլի։ Ոնց որ ատեսնյակն ասում, մանրից դառնում ենք հոգու ընգենյակ։ Դե ուրեմն բարի գիշեր, Մխո։ Տենց հա մամայի սրճարանը քեզնով արեցիր ու վերջ։ Ես մամայից սրճարանը քեզնով չարեցի։ Քեզնով։ Բա, յանի քու սրտով չի, հա։ Բայց ինձնից էլ ում կարար մամատ դար սրճարանը, որ իմանար կարար նորմալ աշխատցնի։ Արա դե հազար եմ ասը, երբ որ ես փիլիսոփայում եմ էդ հեռախոսը անջդի էլի։ Հա, մամաչկա։ Мамочка, давай часить, бабочка. Ур ես։ Տանն եմ, մամ ջան։ А ты не хочешь со мной пойти на дискотеку? Հիմա ես ուզում ինձ տեսնես։ Չես կարող խոսես։ Կարող ա կողքդ այդ վարդման ուշակը։ Հա։ Դե հաճույք կամ տանեմ։ Okay, մամ ջան։ Դե ինչ երեգես կշիրվա կեսին զանգել է։ Ուզում ա գա ինձ տենա։ Դե ժամի տենալ է որն է։ Վայ, Մխո, կարոտել է ինձ։ Հալա։ Մինչ ես է բդի ելնեմ հակնվեմ։ Չէ, մռոս, դու կարաս քնես։ Բայց նայ շատ խորը չքնես։ Տեղավորել ստեղ։ Իսկ դու պիստոլետով խփում ես գլխիս։ Բայց ինչ խոհ ստացվեց, չէ՞։ Հեսա որ աշխատավարձդ կպարեն, խոխմա հետի կլնի։ Դու ինձ են ասա, մի 5000 դոլար փողա պետք է տունը վեկալեմ, ոնց անենք։ Չի կարելի խոհանոցում ուտել։ Կարելի Անուշիկ ջան։ Ամեն ինչ էլ կարելի Անուշիկ ջան։ Բայց ուր ես գնում ես ուր ժամին։ Ոչ մի տեղ։ Անուշիկ ջան, դեռ ես գնում, կարամ տանեմ, ցավը տանեմ։ Չէ, պետք չի, ուղղակի մամաս է գալիս։ Հա։ Բայց ինչ կա ծիծաղալու։ Չէ, ուղղակի մամայդ շատ սիրեցի Անուշիկ ջան։ Հավեսով կնի գա։ Դե ինչ ես դոդ դուս տալի արա։ Հի ապա, դու Անուշիկի մամային չես հավանում, ապա ցենտր կնի գա։ Պահել եմ։ Դիշտ։ Ես անից փողի հոտ եմ առնում դմբո։ Հա, ես եմ։ Մամ, բայց ինձ տեսակ անհանգիստ եմ։ Почему, моя родная? Մամ, դե ես իմ դե որ մխոն չգիտի իմանա վատա լինելու։ Հա, հիմա ասա, նոր կգնանք։ Վայ, մամ, ինչ ես խոսում, կյանքում չի թողնի։ Ախր ինչի։ Մամ, փոխարենը ես զարմանամ, դու ես զարմանում։ Լսի, դու ես ում հետ ես ամուսնացել։ Արի գնանք, մի քիչ կցրվես, դու հո գերի չես ես տանը։ Մամ, որ կամ փշերի վրա եմ նստած լինելու անընդհատ։ Լավ, դու ինչի համար ես բերել ինձ հասցրել ստեղ։ Բայց ախր ուզում եմ գամ մամ։ Ասում էի, չէ, ապեր, փողի հոտ եմ առնում։ Անուշիկի մերն է եկել ու սրան ուզում ա տանել դիսկոտեկա։ Իա, ապա ճիշտ ասած ես էլ եմ հոտ առնում, բայց կոնկրետ որտեղից էլ չգիտեմ։
Չջոգիր ապեր ինչ եմ ասում։ Լսի, եթե մենք գիտենք, որ Անուշիկը ուզում է գնա դիսկոտեկա, այդ նշանակում է, որ կարա մխոն էլ իմանա։ Իսկ որպեսի մխոն չիմանա, որ Անուշիկը դիսկոտեկա է գնալու, դրա համար վերաբերմունք է պետք ցույց տալ ախպեր ջան։ Օրա, բայց դու ինչ ուղեղ ես, վրեր։ Ապեր, հլնայ, հիմա ես ուզում եմ հասկանամ, հիմա ասեմ Անուշիկին, որ լսել եմ, թե թողեմ գնա դիսկոտեկա գա նոր ասեմ, որի դեպքում շատ փող կաշխատեմ, հա քո կարծիքով։ Ապա որ հիմա ասես։ Չէ, ապեր։ Հիմա որ ասեմ կֆռծնի, կասի մենք ուրիշ տեղ էինք գնում, բայց որ թողեմ գնան դիսկոտեկա գան, էլ փախնելու տեղ չեն ունենա, ջոգիր։ Արա, վրեժ դու ինչի կնապ կա սխմող չդարար։ Վայ մամես ոնց եմ հոգնել։ Բայց ասա որ լավ էր թե չտանը թթվելու էի։ Անուշիկ ջան, եկել եմ քեզ տուն տանեմ։ Բայց քեզ ով ասե գաս։ Դե Անուշիկ ջան, որ իմացա դիսկոտեկա ես եկել, ասի ես ու ժամին չգաս, էլի ջայլ աղջիկ ես, 1000 շառու փորձանք կա, բան կա, էլի։ Այմաս ետես հանգիստ Անուշիկ ջան։ Հա, Անուշիկ ջան, ասա։ Բայց սրա մասին մխոն պետքա չիմանա, գիտես, չէ՞։ Բայց մխոյի ցավը տանեմ։ Ոնց կարա մխոն սրա մասին չիմանա, որ Անուշիկ ջան։ Չէ, չի կարա։ Չէ, Անուշիկ ջան, ես չեմ կարա։ Ես դու լավ գիտես, որ կոռուպցիայի դեմ պայքարողներից եմ ու չեմ կարա։ Քիչ է, հա։ Անուշիկ ջան, եթե ուզում ես ինձ մի լավություն անես, այս բանը կարող ջրեն գնա ցավը տանեմ։ Ասա։ Լսի, մի հատ կարևոր բան եմ ուզում վեկալեմ, $5000 արժի։ Թալանա չեմ հասկանում, ի՞նչ $5000։ Հիմա այդ ինչ ասեմ։ Լավ։ Շատ լավ։ Ես քեզ այդ փողը կտամ։ Բայց դու չես մարսելու։ Այդ որ դուք մարսել եք, մենք էլ կմարսենք, չես մարսելու։ Հա, ապե կպա։ Հա, ապեր կպա։ 5000 ուզիր։ Հապա ո՞նց։ Չֆայմար 6000 ուզեր, 1000-ն ինձ մնար։ Այդ էլ թողնա մյուս անգամ, Մակո ջան։ Լավ է։ Կարոտը դարավ։ Հա։ Կարող եմ մի ժամից էլի գա։ Չէ, մռուս։ Բայց ոնց որ երկար արավ հա կարոտը։ Լավ որ այսօրը։ Աղջի, այսօր ծնունդը տա։ Լավ է։ Դու ինչը լավ էլ հելտրակի չենք անում։ Ինձ ի՞նչ նվեր ես առնելու։ Թե նայած իշկալ կկպնի։ Որնակ դու ինչ կուզես։ Լավ բան։ Կանք մի քիչ թանկանոց բան ուզի էլի։ Ինչի՞։ Դե որ շատ մտնեմ մեջը։ Էլի պապայից ես փող ուզելու։ 1000 անգամ ասացի, հորդ ասա թող օբյեկտներից մեկը տա ես աշխատացնեմ։ Տվել էր էլի։ Մի օր չկարեցար յոլա տամես։
Հա, անջան։ Էնում Ռուսի ծնունդն այսօր, happy birthday Սով։ Մերսի։ Մաղթանքները կգամ հետո կասեմ, լավ։ Լավ։ Կյանքս ուղղակի մի հատ շատ անհարմար սիտուացիայում եմ հայտնվել, գիտես, մեկին պիտի $5,000 փող տայ Ռուս, տենց 3-ը կա մոտս, ասեցի երկուսն էլ քեզանից վերցնեմ, հետո կտամ, հա, կլինի։ Լավ, խնդիր չկա։ Դե լավ, կգամ կասեմ, հա, մանրամասն ինչ ա եղել։ Դե սպասում եմ։ Լավ, պաչիկ եմ անում։ Ուղղակի քնած էի մնացել։ Բա որ անասուն բահանք։ Ոնց արնելու քո հալը։ Ինչ անասուն։ Բա որոշամ կողմով պահամ, չէ։ Ջանետ յուղա։ Զորիկ ջա։ Այդ կովը որտե պետք է պահես։ Եթե արդեն դու որոշա, դու պետք է պահես։ Թե չեմ կարա պահեմ, Զորիկ ջա։ Վարուշ, անասուն պահելը շատ հեշտ բան է։ Ոչ ներվերը տես քայքայա, ոչ բան։ Դրանց ասած շարվակ գնում ենք արածելու, շարվան կետան կարածեն։ Դրանց ասալ գնում ենք գում, խելոք կետան գում։ Դրանք չեն գա քեզի ասան աշխատավարձս բարձացրա, չեն ասա այս խոտը լավը չի ուրիշ խոտ տվար, գործից չեն ուշանա որ դու էլ ներվայնանաս։ Քեզի տնօրենի պաշտոն տվա մարա, վատա։ Զորիկ ջասկի ես մերոս գյուղի կովերին տիրություն չեմ արել, սկի մոտիկ չեմ գնացել։ Այդ որտեվ էդի ձերոնց գյուղի անասունն է, դրա մալ չես կարա պահաս, իսկ իմ անասունին կպահաս։ Տենց բան էր Սով։ Մամայից չուզեցի մենակ թողնեմ, դե ինքն էլ ուզում էր դիսկոտեկա գնար։ Ես որ իրան չնեղացնեմ, իր հետ գնացի։ Դու մի ասա այդ վրեժն էլ եկել էր հետևիցս, որ հետո շանտաժանի փող աշխատի էլի։ Մի րոպե, այդ 5,000-ը ինքն է ուզել։ Հա։ Սոֆու չեմ կարա չտամ, հասկանում ես։ Եթե չտամ մխոին հաստատ կասի։ Վայն ջահավորն է։ Մա։ Բայց ես իրա քթերից բերել եմ։ Սով կտենաս։ Ապրես անուշիկ ջան։ Կյանքս մենակ որ գոմից դուրս գաս կլողանաս էլի։ Ինչ գոմ։ Դու գիտես որ այդ միտքը Զորիկին Ժաննան ա տվել։ Ես Զորիկին կասեմ, այդ անասունի եդյան դուրս կգա մեջից։ Բայց դու ինձ մի հարցին պիտի օգնես, հմ։ Կլինի ինձ նորից աշխատանքի վերցնեք։ Մեր մոտ լիքը աշխատանքի տեղ կա։ Իսկ ինչ պետք է արվի։ Պետք է Արևշացյանի 20 տարի առաջվա լուսանկարներից բերեք։ Ինձ մի հատ մխոյի ուճուր ժամանակվա պասպորտով նկարներից է պետք։ Ուճուր ժամանակ ինչ պասպորտ։ Տաղջիկ ջան, որ ծնվել ես առանց պասպորտ ես ծնվել։